Այսօր մի էկզոտիկ վերնագրի եմ հանդիպել, որն ասում է թուրքական օդանավը խորտակվել է ինչպես Իրանի նախագահի օդանավը, ընդորում հեղինակ ադրբեջանցի քաղաքական գործիչ։ Ադրբեջանում ճիշտ ասած վերջին օրերին այդպես ֆանտաստիկ տեսակետներ առաջ քաշեցին։ Բազայիներն են կասկածել Ադրբեջանը։ Հենց դա է ուզում ասեի, որ ասում է կամ ռուսներն են խփել, պետք է անպայման ռուսական հետք նայել, կամ հայերն են խփել, օգտագործելով ինչու՞ չէ նաև 102-րդ ռազմաբազան։ Բայց թուրքական միլիեթը արդեն առավոտյան տարածեց տեղեկատվություն, ըստ էության կիսապաշտոնական կարելի է ասել, որտեվ կարծում եմ առաջիկայում պաշտոնական ամբողջությամբ կհրատարակվի, որտեվ Սևարկղը ասեցին, որ արդեն սկսել են։ Սևարկղը Թուրքիայում է արդեն, ընդորում թուրքերն ասել են, որ միայն մենք ենք վերցանելու դա։ Այո։ Եվ ասին, որ մեծ հավանականությամբ տեխնիկական ինչ-որ խնդիր ա եղել եւ պայթուն ա եղել վերջի այդ պոչի հատվածից եւ դարձել է անկառավարելի, ինքը պայթուցիկ նյութեր չի ունեցել իր մեջ, այսինքն ըստ ամենայնի ավելի շատ հենց վթարի կամ սարքության հետևանք ա եղել։ Մի վերսիալ տանում էր դեպի ադրբեջանական զորահանդեսը, որտեղից վերադարձել են այդ զինվորականները։ Իրականում օդանավում իմ կարծիքով բավականին թանկարժեք բաներ են եղել, թանկարժեք այն տեսանկյունից, որ դա 6 F-16-երի սպասարկման եւ ամբողջ, այո, եւ սարքավորումներն են եղել, որտեղ 6 F-16 էր տարվել Բաքու այդ պարադին մասնակցելու համար, այդ ամբողջ սարքավորումներն են եղել, գումարած այդ էկիպաժը, ով որ այդ ամբողջը պետք է իրականացներ, օդաչուները, այսինքն էս է եղել եւ երևի թե բացառված չի, որ նաեւ դրանց մի մասը մասնակցել է նաեւ 44-օրյա պատերազմին։ Այսինքն այս տեսանկյունից այո թանկարժեք էր։ Թուրքիայի նախագահ, սա նույնպես դիտարկման արժանի հանգամանք է, Թուրքիայի նախագահ Իսրայելի վարչապետին եւ 3 տասնյակից ավելի այլ պաշտոնյաներից ձերբակալության որոշում է հրապարակել։ Մեկ օր առաջ այս ավիաղետից, ես չեմ ուղիղ կապում դրա հետ, բայց ֆոնը կարծես թե ինչ-որ բան հուշում է այստեղ։ Ես նույնպես չէի կապի, որովհետև ավելի շուտ այդ ձերբակալության օրդերը ավելի շուտ կարելի է տեղավորել մերձավոր արևելյան իրադարձությունների մեջ եւ դա հարավային Կովկասի հետ ուղղակի կապ չունի, ասեմ ինչի հետ։ Զուտ Նեթանյահու-Էրդողան հակամարտություն։ Այո, զուտ, որովհետև այնտեղ լուրջ խնդիր կա նրանց մեջ։ Թուրքիան ուզում է անպայման այդ զորախումբը, որը որ Գազայի համար պետքա տեղակայվի այնտեղ, անպայման թուրքական միավոր լինի այնտեղ եւ Թուրքիան անգամ 2000 հոգու մասին է խոսում ու թուրքական որոշ աղբյուրներ գրում են, որ անգամ որոշ մարդկանց են արդեն կանչել, հարցազրույցներ են անցկացրել, այսինքն ձևավորման փուլում է, եթե ոչ լրիվ ձևավորել են արդեն դա։ Ընդ որում նախկին զինվորականներից տարբեր էսպես։ Իսկ Իսրայելը շատ խիստ ասում է, որ թուրքական որևէ զինվոր այո, չի լինելու այնտեղ, այսինքն այս հակադրությունն է ավելի շատ։ Բայց Թրամփն էլ բացահայտ պաշտպանում է Նեթանյահուին։ Այսինքն տանում է արդեն Թրամփ-Էրդողան հարաբերությունների դաշտը այս։ Չեմ կարծում, որտեղ Էրդողանը չի հակադրվի Թրամփին, Թուրքիայի եւ հատկապես Էրդողանի համար չափազանց կարեւոր է այս իրավիճակը թուրք-ամերիկյան հարաբերություններում պահելը, որտեղ վատացնելը ընդհանրապես իրանց օգտին չի տարբեր առումներով։ Բայց Թրամփը որոշ լոյալ մոտեցում ցուցաբերում է եւ իմ կարծիքով առայժմ ամերիկացիները այդպես հստակ չեն դրել թուրքերի առջեւ որ ոչ, հակառակը ըստ էության երևի թե թողնում են դեռ հարցը ավելի Իսրայելի դաշտում։ Բայց եթե Իսրայելը հստակ նշում է որ ոչ, կարծում եմ չի ընդգրկվի այդ զորախումբը եւ ստեղ էր որ Իսրայելը ի հակադրություն առաջարկել է որ կարող է ադրբեջանական զորամիավորում կար, բայց ադրբեջանցիք հրաժարվեցին, Պակիստանը ակտիվացավ, այս նույնպես Իսրայելի կողմից մերժվեց։ Այսինքն Էրդողանը անթակույց պաշտպանում է Թրիպը հարավային Կովկասում։ Այո։ Փաստորեն այդպես է ստացվում, այո։ Չի կարող լինել պաշտպանել, բայց իրականում ուրիշ բան։ Չէ, չեմ կարծում, որտեղ Էրդողանը կրկնեմ Ամերիկայի հետ ունեցած այս հարաբերությունների այս վիճակը, որը շատ լավ գնահատել
չի կարելի, ինքը դողացնում է այս հարաբերությունների պահպանման վրա, որտեղ դա իրան անհրաժեշտ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական դասավորումների մեջ ու խնդիրը մերձավոր արևելքն է։ Ուրեմն դրա հետ պետք է կապել Էրդողանի ոգևորությունը հայ-թուրքական հարաբերությունների։ Տեսեք, իրանք ասում են, իրանք դա առաջ են քաշել միջին միջանցքը։ Շատ երկար, այսպես ջանքերի շնորհիվ միջին միջանցքը հավանության արժանացավ նաև Չինաստանի կողմից։ Այսինքն տեղավորվեց չինական թուրքական հենց Էրդողանի ջանքերի շնորհիվ, որը Ցիմպինի հետ մի քանի անգամ հանդիպումներում անընդհատ բարձրաձայնել այդ մասից տարիների աշխատանք էր իրականում, որ միջին միջանցքը համընկնի գոտի եւ ճանապարհի հետ։ Ի վերջո, ըստ էության չինացիները տվեցին իրենց համաձայնությունը։ Եվ հիմա երբ որ գալիս է թրիփը, իրենք թրիփը հարմարեցնել են հենց իրենց ասած միջին միջանցքին։ Ինքը իրականում ավելին է, բայց թուրքերի համար գոնե ռոպագանդայի դաշտում իրենք կներկայացնեն այն, որ իրենք միջին միջանցքի հեղինակն են, առաջ են քաշել եւ այլն եւ այլն։ Նույնիսկ կարծես Ադրբեջանն է։ Դե հիմա այս պահին Ադրբեջանը այո շարունակում է այս ռետորաբանությունը, որտեվ էքստերիտորիալ տարածք ստանալը ըստ էության չստացվեց, փակվեց սա, ինչը որ եւ Թուրքիայի համար էր կարեւոր եւ Ադրբեջանի համար էր կարեւոր։ Եվ այս համատեքստում իրենք արդեն պրոյեկտում են, այսինքն մեկը մյուսին կապում են, միևնույնն է Թուրքիան շատ շահող է դուրս գալու, որովհետեւ ինքը փաստացի վերածվում է կամրջի։ Թուրքիայի տնտեսի նախարարն ասում է Հայաստանի վարչապետը գնում է համարձակ քայլերի, տեսնես ինչ նկատի ունի։ Ես կարծում եմ խաղաղության ընդհանուր ուրեմն բանը իրանք նկատի ունեն այս ամբողջ գործընթացը, որտեղ մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ըստ էության որոշ ավանդական մեզ համար ինքնության համար ընկալումների փոփոխություն նաև, օրինակ նույն սահմանապահ այդ դրոշից Արարատի հանելը կամ սահմանադրական փոփոխությունները եւ այլն։ Այսինքն այստեղ ինչ որ քայլեր են եւ հետաքրքիր է, որ նույն Ուրալօղլուն նաեւ նշեց, որ իրենք գրեթե վերջացրել են արդեն որոշ պրոյեկտներ, մասնավորապես հետաքրքիր է իհարկե երկուսը, մեկ անի կամուրջի վերանորոգման հետ կապված եւ մյուսը արդեն խոսակցությունները, որ Գյումրի կարծ երկաթուղին գործարկվի, եթե Քրդաբնակ հատվածում արդեն աշխուժություն կա գործարարների մակարդակում։ Այո, եւ եթե այս երկուսը առաջիկայում արդեն ներկայացնեն իրենք, ես կարծում եմ հայկական կողմը հատկապես կամրջի հարցում մեծ հաշվով երևի թե ավարտել է, եթե թուրքական կողմն էլ ներկայացնում համատեղ ինչ որ քայլեր սկսեն, արդեն որ դրական process կլինի, բայց երևի թե թուրքերը կրկին կձգձգեն։ Անցյալ շաբաթվա վերջում նույն օրը հանդիպեցին եւ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները եւ հայ-թուրքական սահմանի հարցով ներկայացուցիչները միևնույն օրը։ Այո։ Ինչ որ կապ տեսնում եք դրա։ Դուք նաեւ Կաբալայի հանդիպման մասն եք։ Դե Կաբալայում եւ կապը տեսնում եմ, որ աշխատանքային այց է պայմանավորեցրած ընթացակարգային հարցեր լուծելու համար Թուրքիայի հետ Բաքվի հետ միաժամանակ, որովհետև այնտեղ համատեղությամբ են այդ հարցը լուծում առանց Թուրքիայի մասնակցության, ես ձեզ վստահեցնում եմ, հարցեր չեն քննարկվում, չեն լուծվում։ Թեպետ դա վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին։ Ամեն դեպքում Թուրքիան ասել է, որ իմ օրակարգի պես մի բան է, երբ որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, հետևաբար այդտեղից նաև կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, որպես այդպեսին միշտ հղում է տալիս դրան։ Հետևաբար իրենց հետաքրքիր է եւ նրանք անմնացորդ չեն նաև հայ-ադրբեջանական սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համատեքստում իրենց ներգրավվածությանը, այսպես ասած, այնպես որ հայը համաձայնեցած է առասարակ աշխատանքային այցեր հետևում եմ իրադարձություններին, իհարկե դերևս չի ինֆորմացվում, թե ինչ ձեռքբերումներ կա կամ առհասարակ ինչ գործառույթ։ Տարիքեսը սահմանազատման մասին չեն խոսում կամ չի արվում որևէ քայլ։ Թեկուզ խոսում է։ Հետոյի պաշտոնը չէ։ Պետք է ինչ որ բան սկսվեն անել։ Դե ինչ որտեղ տեսեք, այն ժամանակ գուցե տեսան, որ դա ինչ որտեղ երբ որ լուսաբանվում է համաժողովրդական ինչ որ ցասում է առաջանում, լարվածություն է առաջանում, մանավանդ տեսանք այդ 12-ից 14 կիլոմետրի հատվածը ինչպես սահմանազատեցին, ինչ վերջնարդյունք եղավ։ Նու իրենք մտահոգված են, որ ավելորդ
էմոցիոնալ ինչ որ իրավիճակներ չստեղծելու համար, դա այն գործընթացն է, որ կարելի է, այսպես ասած, ներքին պայմանավորվածություններով անել, հետո ժողովուրդը կիմանա, չիմանա, դա հարցի մյուս կողմն է, բայց գործնագանում այո, դուք շատ ճիշտ նշեցիք, առ ժամանակ ինքը ոնց որ կասեցված էր գործընթացը։ Այս պահին էլ ինֆորմացիա չկա, թե հիմա ի վերջո նույն Տավուշի մարզից են սկսել։ Որտեղից են սկսում, ինչ են։ Չէ, այդ խոսակցությունը անցած տարի էլ կար, որ ըստ տրամաբանության պետք է սկսվեր Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանագլխից մեզ հայտնի Բագրադաշենի անցակետի հատվածից, հա, սահմանագծից, որը որ պետք է տրամաբանորեն շարունակվեր դեպի հարավ, հասներ այն հատվածը, որտեղ որ միջանկյալ հատված որպես այդպեսին արդեն սահմանագծված է, հետո շարունակաբար իջներ Գեղարքունիքի մարզ, Վայոց ձոր, Սյունիք։ Թե ինչ ժամանակահատվածում դա կլինի, Աստված գիտի, ընդհանրապես, որովհետև միշտ իմ տարակուսանքն եմ հայտնել, գիտեք, ձեր բազմաթիվ ելույթների ժամանակ, հանրային ելույթներում ասել եմ, որ մտահոգությունն է, որովհետև դա տաժանակի դժվար աշխատանք է, առավել ևս, որ այդտեղ հələ չգիտենք կոմպետենտ մասնագետներ ներգրաված են այդ աշխատանքներին, թե ոչ։ Ամեն ինչ եթե լինի էլ, բայց ոչ որևէ անգամ չի ասվում, որ օրակարգում է այդ հանդիպումների անեքսիայից ազատվելու հարցը։ Հասկանալի, այո, այդ էլ կա, բայց խնդիրը հիմա այստեղ տեսեք որն է, ըստ այն խաղաղության դարաշրջան կոչված այդ համատեքստում եւ այդ ոգուն համաունչ փորձում են իրականացնել մի աշխատանք, որ առաջնահերթ է։ Չէ, ասում են բառ, որ սահմանազատումը լուծելու է այդ հարցը։ Դե եթե լուծելու է, ստացվում է, որ կոնֆլիկտային իրավիճակ այլևս չի լինելու, համենայն դեպս գոնե այդ սահմանների առումով։ Դուք եք վստահ, որ լուծվելու է։ Եթե պատշաճ աշխատանք կատարվի, եթե գրագետ աշխատանք, եթե այդտեղ միակողմանի զիջումներ չլինեն, եթե այդտեղ ճնշումների արդյունքում որոշակի զիջումներ չլինեն, լրիվ հավասարության սկզբունքներով եւ անաչառ անկողմնակալ ձևաչափով դա տեղի ունենա, գուցե իհարկե այն մասով, որ գոնե այս ձևավորված ստատուս քվոյի պայմաններում հայ-ադրբեջանական սահման կուրվագծվի։ Այն սահմանը, որը մինչև այս պահը ստացվում է վարչատարածքային միավոր բաժանարար գիծ էր, որպես այդպեսին, հետխորհրդային, գիտեք, կարգերի ժամանակ, բայց այս պարագայում ես ուրիշ վերապահումներ ունեմ։ Այստեղ ես ունեմ նաև լուրջ մտահոգություններ, թե արդյոք իրոք իմ կողմից վերը նշված այդ անաչառ անկողմնակալ եւ առանց զիջումների կլինի այդ process-ը։ Այսինքն արտաքին օրակարգում Հայաստան-Թուրքիա եւ Ադրբեջան-Հայաստան գործընթացները նույն սինխրոնիզացված։ Հա, այո, միանշանակ։ Եվ դրա մասին բացահայտ խոսում են պաշտոնապես երկու կողմերն էլ։ Ընդ որում առանց կաշկանդվելու, որտեղ թուրքական իշխանությունները ամեն պատեհ անպատեհ առիթին ասում են, որ մեր եւ Հայաստանի հետ հարաբերությունների զրոյական կետից ինչ որ մի փուլի անցումը դա ուղիղ կապված է Հայաստան-ադրբեջանական միջև թրիպի գոյությունը այդ կոնստրուկցիան չի փոխել։ Ոչ, չի ասի։ Մանավանդ որ իրենք եւս այդ մասով անմնացող չեն, այս մասով հակառակը իրենք համատեղ են գործում եւ այս մասով իրենք ավելի շատ շահագրգռված են, որբիսի այդ թրիպ ասածը, որքան էլ մենք թրիպ ենք անվանում իրենք Զանգեզուրի միջանցք այդուհանդերձ կիրառում են այդ արեստածին տերմինը, բայց փաստացի իրենք իրանց մոտ ավելի հեռահար նպատակների ֆոնի վրա է դա ծառայում։ Մեզ բոլորիս հայտնի թուրանական մեծ գաղափարի այդ թուրանական աշխարհին որպես կաբող միջանցք։ Եթե մենք ձևակերպում ենք, որ դա թրիպ միջանցք է, որը ծառայելու են ընդհանրապես ցամաքային Ադրբեջանը Նախիջևանի կապի միջոց ստեղծելու համար, դա բա իրենց համար ավելի լուրջ գեոպոլիտիկ նպատակ է դա պնդում, այդ էլ գաղտնիք չի, դրա մասին են ուղիղ։ Իրանց համար, մեզ համար ինչ է այդ նույն նպատակը։ Մեզ համար դա ամենայն դեպս գործող իշխանությունները ներկայացնում են, որ դրանով մեր բյուջե գումար է մտնելու, մենք դրանով անմնացող չենք մնալու տարածաշրջանային կոմունիկացիոն հանգույցներից, մենք օգտվելու ենք մի շարք հնարավորություններից, մեկուսացված, իզոլացված չենք շարունակելու մնալ եւ այլն, հայտնի խոսույթներ։ Հաջևն այսօր ասում է, որ Զանգեզուրի միջանցքին ինքը այդ տերմինն է օգտագործում, ճիշտ է այդ մասով, որ պետք է մասնակցի նաեւ Եվրամիությունը։ Ասում է։ Հետաքրքիր դեպ մոտեցում է։ Մինչև այս պահը որևիցե թուրքական կամ արանակնկալ ինչ էին ուզում։ Ինչ ագնարգ է ինչի մասը, տեսեք, ես չեմ կարող մեկնաբանել Հաջիևի մտքերը, կարող եմ վերլուծելով հանգուցալուծման այս ենթատեքստը տեսնել դրա մեջ, որ այդուհանդերձ դրանով նաև շահագրգռված են մի շարք եվրոպական երկրներ, որովհետև եթե միջին միջանցքի տրամաբանության շղթայով ես նայում,
իրենց ասած Զանգեզուրի միջանցքը դա առաջնահերթ եվրոպական երկրների համար հետաքրքիր է, որտեղ այդտեղ արևելք-արևմուտք այդ Մեդաքսի ճանապարհով նաև օգտվելու են եվրոպական երկրները։ Այդ տրամաբանության, այսինքն նաև ինվեստիցիաների տեսանկյունից նաև եվրոպական երկրները կա եւ այդտեղ հաբա դառնում Թուրքիան որպես այդպեսին նաև, որտեղ այդ ապրանքաշրջանառությունը ամբողջացման կենտրոնացվելու է Թուրքիայում եւ Ստամբուլը դառնում է այնպիսի մի հատված, որտեղից ամբողջական Եվրոպան մատակարարման սկզբնաղբյուր է դառնում։ Դե տեսեք, բոլոր պոզիտիվ հայտարարություններին եւ նպատակներին այնուամենայնիվ սպասողական վիճակը պահպանվում է։ Այո։ Բոլոր կողմերի։ Ինչին են սպասում։ Դե ասեցի արդեն թուրք-ադրբեջանական կողմը օր առաջ սպասում է, որ իրանց մասով արդեն աշխատանքները ավարտել են գրեթե մինչև Միջնավան հատվածը, այսինքն Հայաստանի հետ սահմանը, Նռնաձորի հատվածը։ Ակնկալում են, որ հայկական կողմը ոնց որ ստանձնել է այդ պարտավորությունը 42 կիլոմետրի վերակառուցման աշխատանքները մաքսիմալ արագ ժամկետներում գործի անցնել եւ կատարածել, կապը ստեղծել Նախիջևանի հետ։ Մենք գիտենք, որ լայն թափով աշխատանքները, շինաշխատանքներ են գնում հիմա Իգդիրից դեպի Նախիջևան։ Հետևաբար նրանք այդ ակնկալիք ունեն, որ օր առաջ շահագործվի այդ ճանապարհ։ Հայկական կողմը ժամանակ է խլելու։ Մինիմում 2-3 տարի դա աչքի առաջ պես է։ Այսինքն այդ 2-3 տարվա ընթացքում արտաքին քաղաքական զարգացումները սառեցվելու են։ Ոչ, արտաքին քաղաքական զարգացումները ինքնահոս գնում են այդ տրամաբանության շղթայում, այստեղ ոչ մի բան տեկտոնական ինչ-որ տեղաշարժեր չի լինելու։ Գոյություն ունի արդեն պայմանավորվածություններ Վաշինգտոնյան, ես չեմ կարծում, որ որևիցե կողմ փորձի իրարամերժություն անի կամ փորձի հակառակ պատկերով ինչ-որ շարժվի իր օրակարգով, որտեղ այդտեղ կա արդեն հստակ եւ կոմպրոմիս եւ համաձայնություն եւ կոնկրետ գործնական քայլեր։ Խնդիրը այլ բան է, եթե դուք ինձ հարցնեք, լավ ինչ կարող է տեղի ունենալ մինչև այդ թրիպի ճանապարհը, մենք մեր մասով կառուցենք այդ 3-ից 4 տարի, որտեղ ներքաղաքական կյանքում հազար մի բան կարող է տեղի ունենալ, որը ազդի արտաքին քաղաքականության մեջ, այս ուղիղ կապ կստեղծեի արդեն առաջիկայում տեղի ունենալիք, հաջորդ տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների մասով, որովհետև եթե Հայաստանում տեղի ունենան տոտալ վերափոխումներ, այսինքն ընդդիմությունը հավաքական ընդդիմությունը ասվածը կարողանա գալ իշխանության, գուցե այս ամեն ինչը ինչ բան եք ասում, ով է հավաքական ընդդիմությունը։ Այդտեղ շատ լուրջ խնդիր առաջանում, որտեղ մինչև հիմա չի ձևավորվում այդ հավաքական ընդդիմություն ասածը։ Այդ հավաքական ընդդիմությունը դա նույն խորհրդարանական ընդդիմությունն է եւ նոր ուժերը, որոնք ձևավորվում են։ Այսինքն, տեսեք, օրինակ այսօր կարդում եմ մամուլը, ասում են, որ որոշակի չելտնմենական պայմանավորվածություն, ասենք համաձայնություն, ասենք ամենայն դեպս փորձում են առանց իրար պիդակավորելու, առանց վանկարգելու գան մի համաձայնության, որ իրար չեն փնովելու, չեն վարկաբեկելու, փորձեն քաղաքական օրակարգ ձևավորեն, եթե չխանգարեն, եթե չօգնեն, գոնե չխանգարեն մեկ-մեկու։ Հիմա այդ համատեքստում նոր ուժերը արդյոք ցանկություն, տեսեք կան ուժեր, որոնք նոր են ձևավորվում, բայց բացառում են նախկիների վերարտադրություն, առհասարակ նույնիսկ խորհրդորում են ու այսպես հրամայական իմպերատիվ կերպով ասում են, որ նույնիսկ նախագահները նախքին չմտնեն խաղը։ Դե եղավ, որ ձեր ասած հավաքական ընդդիմությունը չի ձևավորվի, անհնար է այդպես։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Այդ պատկերը ոչ ոք չի պատկերացնում։ Չէ, դա ուրվագծվում է ուրիշ բան, որ ունեն 1 տարի ժամանակ, 1 տարին արդեն քիչ է որպես այդպեսին, բայց համենայն դեպս ունեն 1 տարի ժամանակ ուրվագծվելու, որպես այդպեսին կոնկրետ կոնֆիգուրացիայի տեսքով ներկայանալու, ես դրա մասին եմ ասում, որը որ կտանի նրան, որ հաջողելու դեպքում եւ իշխանափոխության դեպքում այս ինչ որ արտաքին վեկտորում մենք տեսնում ենք ու ինչ որ պայմանավորվածություններ գուցե եւ այդ իշխանությունները փորձեն կամ կասկածի տակ դնեն կամ այլ մոդեցում դրսևորեն, այլ քաղաքականություն վարեն եւ այլն եւ այլն, խոսքը դրա մասին։ Դուք պատկերացնում եք մի թևը իշխանությունն է։ Այո։ Մյուս թևերում շարված են ընդդիմադիր ուժերը միայն։ Ну պատկերավոր, եթե ասած այո։ Ուրիշ բան, որոնք որոշ ուժեր ներկայանում են որպես պրոիշխանական, բայց այլ դիրքորոշում ունեն, շատ դեպքերում ցուցադրում են որպես իրենց հագաիշխանական ու հագառակը ուժեր, որոնք որ կարծես սնվում են իշխանություններից, բայց դիրքավորվում են որպես հագաիշխանական։
Այս փոփոխությունները, այս տնտեսական, նաև քաղաքական մթնոլորտը թրիպն է ակտիվացրել, թրիպն է խթանել։ Տեսեք, էլի վերադառնում ենք այդ քաղաքական հարցերին, սակայն ասեմ, որ ընդհանուր լուրերում, ընդհանուր մեդիա դաշտում շատ բաներ կան, որոնք աղմուկ են։ Այսինքն այս պահին դե գիտեք ոնց է, լրատվամիջոցները սիրում են այնպիսի լուրերի մասին խոսալ, որ այս պահին մեծ ուշադրություն դարձնեն մարդկանց զարգանում, դա ապահովում է ոնց որ դիտումները ապահովում։ Տեսեք, զուտ ըստ իս սա այդպիսի թեմաներից է, որովհետև խոսենք, այսպես ասած, նրանից գանք, թե ինչ են ուզել տարբեր կողմերը հասնել, ինչի համար է սա ստեղծվել։ Թրամփից սկսենք, Թրամփը հայտարարում է, որ 8-ը հակամարտություն լուծել է, 8-ը պատերազմ խաղաղությամբ կրկել է, ասենք ռուս-ուկրաինական պատերազմ 9-րդը, ինչի համար, որտեղ ընկել է Նոբելյան մրցանակի հետևից, ինչի համար չգիտենք, ուզում է Նոբելյան մրցանակ մարդը։ Հայաստանը, եթե մեր կառավարության դիտարկենք, ուզում է վերընտրվել Փաշինյանը։ Սա, այսպես ասած, լավ PR է, որ տեսեք մենք խաղաղություն ենք ընկել։ Ադրբեջանն էլ իր շահերն ունի սա անելու համար։ Այսինքն երեք կողմն էլ եկան այդ փաստաթուղթ։ Ադրբեջանի քաղաքական շահը ո՞րն է։ Քաղաքագետ չեմ։ Լավ։ Ես չեմ ուզում այդ ուղղությամբ մանրամասնանալ, սակայն եկան բոլորը այդ փաստաթուղթը կնքեցին, դրական այն էր Հայաստանի Հանրապետության համար, որ որոշ ամերիկացիներ իմացան Հայաստանի մասին, որովհետև իրականում մենք ոչ մեկին պետք չենք։ Իրականությունը դա է, գնում ես արտասահման, ասում ես որտեղից ես, ասում ես Արմենիա, Ալբանիա, չէ Արմենիա, Ռումինիա։ Իմացան մեր անունը, իմացան, որ բանը, այնա Թրամփն էլ է խառնել դա մի քանի անգամ։ Իմացան մեր անունը, եկան ուզում են այդտեղ որոշակի ներդրումներ անել զուտ այդ անվան համար, բայց ես չեմ տեսնում, որ մոտակա ժամանակաշրջանում այդ ճանապարհը ինչ որ առաջընթաց ունի, որտեղ ստեղ բացի այս 3 խաղացողներից, որոնցից նշեցինք, կա նաև Իրանի հանգամանքը եւ Ռուսաստանի հանգամանքը, այսպես ասած ճանապարհը որպես հաստատվել ճանապարհը բավականին բարդ է։ Ամերիկացիները գնացին մեզ համար բավականին շոշափելի ներդրումների բարձր տեխնոլոգիաներում Հայաստանում։ Դա ինչով է բացել։ Դե նաև տրիպի արդյունքներից մեկն է, նաև դրանով կարելի է բացատրել, նաև այն հիմնականում մենք խոսում ենք, տեսեք, չէ, սա առանձին թեմա է, մենք խոսում ենք Firebird-ի մասին, որը փորձում է կառուցվել Հրազդանում, որը Ջենսոն Հուանգը Nvidia-ի տնօրենը 23 թվականին եկավ Հայաստան եւ պայմանագիր կնքվեց, որ 100 մեգավատ ժամ ահազորությամբ այդ կառուցվի, սակայն այստեղ եւս արկա են խնդիրներ, որտեղ բացի ֆինանսավորման գտնելուց, որը AFEAN-ն է կազմակերպում, հիմնականում Սփյուռքի փողերի հաշվին, այստեղ Armenia Telecom-ը ապահովում է ներկա Հայաստան IT միջավայրի գիտակցությունը, այստեղ խնդիրը կառավարությունն է ապահովում է, որ ամեն ինչ սահուն լինի, հիմնական խնդիրը այն է, որ այդ այսպես ասած Firebird ստանցիան պահանջում է 100 մեգավատ հզորություն, որը եթե հաշվի առնենք, որ Հայաստանում մեր տարածաշրջանի 3 պետություններից ամենաթանկ էլեկտրաէներգիան է, ամենաքիչն է արտադրվում, բավականին խնդրահարույց է, որտեղ 100 մեգավատ էլեկտրաէներգիան տարեկան կտրվածքով գալիս է մոտավորապես 0.9 տերավատ, իսկ մեր տարեկան հզորությունը 9.3 տերավատ, այսինքն մեր ամբողջ տարեկան հզորության մոտավորապես 9%-ը պիտի դրան գնա։ Դա բավականին, ասենք, ամբիցիոզ է եւ եթե մենք չկարողանանք ատոմակայան ապահովել կամ ուրիշ ձև դա նոր ատոմակայան մասին։ Այո, կամ հավելյալ 10% էլեկտրաէներգիա ապահովել, հատկապես որ այս վերջերս բանը
էլեկտրական ավտոմեքենաների քվոտան բարձրացավ անցած տարիներին 8000 էր, այս տարի լինելու է 15000, եթե չեմ սխալվում, երկու անգամ, ու այս տարվա ընթացքում առաջի 2-3 ամիսների ընթացքում սպառվեց, այսինքն տեսնելու ենք, որ մոտակա 2-3 տարիների ընթացքում մեր շուկայի բավականին մատչելի են բարձր որակի չինական մեքենաներ են, որ մեր շուկայի 30%-ը կարող է արևային մեքենա լինի, կներեք էլեկտրական մեքենա լինի, սա էլ ծանրաբեռնվածություն դնում է էլեկտրական ցանցի վրա, պլյուս այն հանգամանքը, որ նորակառույցների, որոնք սանքի պես աճել են, մեծ մասը գազ չունի, այսինքն մենք այս ամենը հաշվի առնելով մոտակա 3-4 տարիների ընթացքում արագորեն մեր էլեկտրական հզորությունները 30-40%-ով պիտի ավելացնենք։ Սա հիմնական խնդիրն է, եւ եթե սա չլինի, ապա Firebird-ն է չի լինի։ Եզրափակիչ հարց եւ ավարտենք։ Խոշոր խաղացողների ցանկը, եթե դիտարկենք վերջին 7-8 տարիները, լուրջ փոփոխություններ կրել է։ Այն նկատի ունեք խոշոր հարկատուները։ Այո, մեծ փոփոխություններ են կրել, հիմնականում տարբեր պատճառներով, մի քանի տենդենս կա, առաջինը որ բանկային համակարգը, եթե 5-6 տարի առաջ 50-րդ եւ ցածր ավելի հորիզոնականներում էին մեր բանկերը, այս պահին առաջի տասնյակում 2 բանկ ունենք։ Սա զուտ նրանից է, որ մենք բանկային երկի ենք վերածում եւ հիմնականում ինչքան հարստացել է պետությունը, հարստացել է բանկային, հիմնականում բանկային եւ ՏՏ, բանկային առանձնացնենք, բանկային ոլորտի աշխարհում, որտեղ հիմնականում աշխատավարձների աճը 3 անգամ են արձանագրվել, այսպես ասած, սա է։ Եվ երկրորդը մենք տեսնում ենք էլի վերարտահանող կազմակերպություններ, որոնք վաճառում են տեխնիկա, օրինակի համար Mobile Center-ը, որը մի 5 տարի առաջ 30-40-րդ հորիզոնականում էր, հիմա 2-րդ հորիզոնականում է, զուտ հեռախոսների դեպի Ռուսաստան վերարտահանման հաշվին, ինչպես նաև Pretty-Way-ը, նույնքը Vestan, որը նույնպես դեպի Ռուսաստան հեռուստացույցներ եւ այլ կենցաղային տեխնիկա արտադրել, եւ եթե չեմ սխալվում 6-ից 8-րդ թե 10-րդ հորիզոնականում է, զուտ դրա հաշվին։ Հիմնականում փոփոխությունները սրանք են, ինչպես նաև տեսնում ենք հանքարդյունաբերական կազմակերպությունների որոշակի անկում, որը էլ իրանց պատճառներն ունեն։